Բարև սիրելի հետևորդներ, մենք գտնվում ենք Արևմտյան Հայաստանի Սուլուխի կամրջի մոտ, Մուշ խնուշ ճանապարհին, Սուլուխ գյուղի մոտ։ Այն կառուցվել է 867 թվականին Սուլուխ անունով մի հայի կողմից։ Կամուրջն ունի 190 մետր և կառուցված է 12 կամարների վրա։ Այստեղ է զոհվել հայ ազգի ազատագրական շարժման հերոս Ֆիդային Գևորգ Չաուշը 1907 թվականի մայիսի 27-ին։ Առաջին քարը դնի, հովիվը համաձայնում եմ և առաջին քարը դնում եմ, որից հետո ի վերջո սկսվում է կառուցվել կամուրջը և ավարտվին հասցվել։ Այդ պատճառով էլ ասում են այդ ավանդազրույցն է հիմք դարձել, որպեսզի կամուրջը կոչեն Հովվի կամուրջ։ Հիմա էլ գտնվում ենք Հովվի կամրջում, Էրզրումի մարզում։ Տեսնում ենք Արաքս և Մուրց գետերի խառնման վայրերը։ Ձմեռները իրոք որ լեգենդար են ու ցեղասպանությունից առաջ Էնվերը երբ 14 թվականին ցանկանում էր հետ վերցնել ռուսներից Կարսը, փորձում էր Սարիղամիշով հանկարծակի գրող կազմակերպել 90,000-անոց օսմանյան զորքից 60,000-ը առանց կռվի ուղղակի զոհվում է սառնամանիքի պատճառով։ Սիրելի հայեր, պատրաստվեք վայրեջքի։ Ուրիշ հայեր էլ կան ի դեպ։ Սիրելի հետևորդներ, ինչպես և տեսնում եք, գտնվում ենք Կարս քաղաքում և հիմա ձեզ ցույց կտանք այս հրաշալի քաղաքի հրաշալի հայկական շենքերը, շինությունները։
Մոտենում ենք Սուրբ Առաքելոց վանքին, որն առանց խաչի է եւ վերածվել է վաղուց մզկիթի։ Սուրբ Առաքելոց եկեղեցին կառուցվել է 940 թվականներին, Աբբաս Բագրատունու օրոք։ 1918 թվականին Հայաստանի Հանրապետության առաջին հռչակման ժամանակ տաճարը գործում էր հայկական եկեղեցի։ 1920 թվականին կրկին փոխակերպվում է, վերածվում է Ցավոք մզկիթի։ Բարձրանում ենք Կալունց բերդը, ներսից տեսնենք, այնտեղից հրաշալի տեսարան է դեպի քաղաքը։ Բերդը կառուցվել է Բագրատունիների կառավարման ընթացքում։ Որն է լավալը մեջ չէ։